Մակրոնի ելույթը Երևանում կարևոր էր նրանով, թե ինչ անուն տվեց նա այս պահին։ Նա ասաց. «Սա հայկական պահ է»։ Ոչ թե այն պատճառով, որ Հայաստանի ճանապարհը հեշտ է եղել, ճիշտ հակառակը։ Նա հիշեցրեց, որ ընդամենը մի քանի տարի առաջ քչերը կարող էին պատկերացնել ավելի քան 40 եվրոպական առաջնորդների Երևանում։ Եվրոպական քաղաքական համայնքի հավաքը Հայաստանում եւ Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովը հենց այստեղ։ Հետո նա գնաց ավելի հեռու։ Նա խոսեց 2020 թվականի պատերազմի, կասկածների տարիների եւ Հայաստանի խոր փոփոխության մասին։ Նա խոսեց Ադրբեջանի հետ խաղաղության մասին 2022 թվականի Պրահայից մինչև 2025 թվականի Վաշինգտոն, որպես համարձակ եւ անհրաժեշտ ընտրություն։ Նա Հայաստանին չնկարագրեց որպես զոհ, որը սպասում է ուրիշների որոշմանը։ Նա նկարագրեց երկիր, որը ընտրություն է կատարել։ Մակրոնը նաև ասաց մի բան, որը շատ հայեր վաղուց հասկացել էին։ Ռուսաստանի այսպես կոչված պաշտպանող թևը այնքան պաշտպանող չէր, որքան շատերը կարծում էին։ Այդ նախադասությունը կարևոր էր, որովհետև հնչեց հրապարակային Երևանում, Ֆրանսիայի նախագահի կողմից։ Ելույթի մնացած մասը այն մասին էր, թե հիմա ինչպես կարող է դիտվել Հայաստանը, ոչ որպես կայսրությունների սահմանային տարածք, ոչ որպես տեղ, որը փոխանցվում է ավելի ուժեղ ձեռքերի միջև, այլ որպես եվրոպական կոչում ունեցող երկիր, որը կարող է